Այսօր խաչվերաստանն է։ Այսօր Հիսուս Քրիստոսի խաչելության 40-ամյակն է, չէ՞։ Այսօր հայերի տոնն է, ինչքան գիտեմ, ինչքանով տեղյակ եմ։ Ոցել են խաչը եւ զանգերը եկեղեցու։ Ճիշտ ասած չգիտեմ, ես կարևոր է եկել եմ եկեղեցի մովառեմ։ Դա թե չես տոներ, մոներ ծիսական պես բաներ։ Ժամանակակից հասարակական գիտելիքն ու պատկերացումները հաճախ ձևավորվում են այն տեղեկատվությամբ, որ լրատվամիջոցները զանգվածաբար սփռում են այդ հասարակության մեջ։ Կրոնական թեմաներին հայաստանյան լրատվամիջոցները հազվադեպ են անդրադառնում։ Պարտադիր լուսաբանվում են հայ առաքելական եկեղեցու տաղավար 5 տոներն ու դրանց հաջորդող մեռելոցները։ Իսկ աշխատանքային առօրյայում հավատքն ու կրոնը քիչ բացառություններով լրատվության օրակարգ չեն մտնում, դուրս մնալով նաև հասարակական քննարկումներից։ Բայց առիթի դեպքում լրատվամիջոցներն այս թեման հասցնում են հասարակական հետաքրքրության ամենաբարձր աստիճանի։ Այդժամ սովորաբար առիթն ու իրադարձությունը լուսաբանվում են մի լեզվով, որ անմասն է լրագրողական էթիկայից։ Լրատվամիջոցների անդրադարձը Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների գործունեությանը հիմնականում բացասական է, երբեմն թշնամական կամ ծաղրական, հազվադեպ մասնագիտական։ Բացառություն է հայ առաքելական եկեղեցին։ Եզրափակելով այս թեման խնդրում եմ, քանի որ ինձ համար շատ հետաքրքիր թեմա է, Անահիտ, թույլ տուր ես եզրափակեմ, ասեմ, որ ինձ համար Բուդդան, Մուհամեդը, Կրիշնան, աղանդավորները բոլորը Աստծո որդիներ են, Աստծո մոլորյալ որդիներ են եղել եւ ովքեր որ կան են, հույսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի։ Հայաստանի Հանրապետության խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 2-րդ հոդվածն ասում է. Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչընդոտումը, կրոնական թշնամանքի հարուցումը առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն։ Օրենքի դրույթների իրավացի եւ հետեւողական կիրառման դեպքում պատասխանատվություն կսահմանվեր նաեւ հայաստանյան շատ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ, մասնավորապես կրոնական թշնամանք տարածելու համար։ Երբեմն նույնիսկ բարդ է տարբերակելը, լրագրողն այս կամ այն կրոնական համայնքին անդրադառնալիս ատելության քարոզչի դերը գիտակցաբար, թե անգիտակցաբար է ստանձնում։ Իլոնա Ազարյանը իրավունք թերթի լրագրող է։ Կրոնական համայնքներին հաճախ անդրադարձող այս լրատվամիջոցի էջերում նախևառաջ ուշադրություն են գրավում վերնագրերը։ Նյութի բովանդակությունն էլ համապատասխանում է վերնագրին։ Իլոնան իր հոդվածի վերնագրում ընդգծել է այն տեղեկությունը, որում վստահ չէ նույնիսկ ինֆորմացիայի աղբյուրը։ Երբ իրեն հարցրեցի, թե ինչ է դա նշանակում սեռական հարաբերություն, ինքը չցանկացավ, որ լրատվամիջոցի միջոցով որպես լրագրող ինձ ասել, բայց ասաց, որ իրենք այդ կին հետևորդներին ինչ-որ հեռախոսահամարներ են տալիս ու ասում են, որ պաշտոնյան ինչ նախասիրություններ ունի, ինչ տիպի կանանց է նախընտրում, ում հետ է ցանկանում, ինչ տեսակ աղջիկների հետ է ցանկանում ժամանց անցկացնել, երբ ասեցի ինչի չես ուզում դրա մասին բարձրաձայնես, ինքը ասաց, դե այդ ինֆորմացիան դեռևս ճշտվում է, չեմ ուզում հիմա դրա մասին խոսել։ Ինֆորմացիայի ճշտումը լրագրության հիմքերի հիմքն է, որից հնարավոր է մարդկային ճակատագրեր են կախված։ Եթե լրագրողը չի հետևում այս սկզբունքին, ընթերցողին մնում է հուսալ, որ նրա ինֆորմացիայի աղբյուրն է վստահելի։ Իրավունքի լրագրողի աղբյուրը Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանն է, ով հաճախ է հայտնվում լրատվամիջոցների էջերում կրոնական կազմակերպությունների մասին աղմկահարույց հայտարարություններով։ Հերթական ասուլիսի ժամանակ նա 3 մարդու մահվան համար մեղադրել է մի կրոնական կազմակերպության, որին արևաբուժություն աղանդ է անվանում։ Որպես մահվան պատճառ բանախոսը նշել է տվյալ կրոնական համայնքի կիրառած սխալ բուժումը։ Մինչդեռ անգամ Սևակ Հովհաննիսյանը իրավունքի լրագրողի ինֆորմացիայի միակ աղբյուրը վստահ չէ իր տրամադրած ինֆորմացիայի հավաստիության հարցում։ Ուղղակի փաստ չունենք, որ մահացել հենց իրենց հեղուկներից, այլ մահացել են քաղցկեղից, տարբեր հիվանդություններից, բայց երեքն էլ եղել են տվյալ
կազմակերպության հետևորդներ, իբրև բուժման նպատակով խմել են այդ հեղուկը, բայց չեմ կարծում, որ տվյալ հեղուկի միացությունը օգտակար է, բացի վնասակար լինելուց։ Սևակ Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ նշել էր նույնիսկ այդ կրոնական համայնքի ղեկավարների անունները, նրանց բնակության ու միաժամանակ հավաքատեղիի հասցեն։ Այս տեղեկությունը հրապարակել էին թե իրավունքը, թե ասուլիսը լուսաբանող այլ լրատվամիջոցներ։ Լրագրողները չէին փորձել պարզաբանել, թե որոնք են բանախոսի ներկայացրած հանցագործության մեղադրանքի հիմքերը։ Նրանք չէին փորձել առնվազն գնալ ու համոզվել, կա արդյոք նման հասցե, ովքեր են այնտեղ ապրում, ինչով են զբաղվում, գոնե ինֆորմացիայի երկրորդ աղբյուր ունենալու համար։ Մենք որոշեցինք գնալ հրապարակումների հետքերով։ Նստեցինք տաքսի եւ լրատվամիջոցների հրապարակած տվյալները փոխանցեցինք վարորդին։ Եկա աղոթեք։ Սևակ 24 է, որն է միանայել հիմնարկություն։ Չէ, հիմնարկությունը։ Չէ, բնակելի շենք է։ Սևակի 24 բնակելի շենք է։ Այո։ Մեկ ջանար ճիշտ եկել է ասում 30-ից մինչև Սևակի երկու այսքան հասցե գոյություն չունի։ Գոյություն չունեցող հասցեի վերաբերյալ պարզաբանում փորձեցինք ստանալ հենց Սևակ Հովհաննիսյանից։ Ես մի քիչ սխալ հասցե էի տվել անկեղծ ասած, դա մեկ այլ նույն փողոցի վրա է, ուղղակի նրբանցքներով այդ փողոցը։ Այս անգամ փորձեցինք Google քարտեզի օգնությամբ գտնված շենքում հայտնաբերել Սևակ Հովհաննիսյանի բնորոշած աղանդը։ Իրանք երրորդ հարկում են ապրում, այս պատուհանն երրորդ հարկի։ Հայտնաբերված բնակարանի դռները փակ էին։ Շարունակելով Միացյալ երիտասարդական լիգայի նշած անձանց որոնումները, նրանց հանդիպեցինք աշխատավայրում։ Ամուսինները տեսել էին Սևակ Հովհաննիսյանի հայտարարությունների հիման վրա լրատվամիջոցների հրապարակումները։ Լրագրողներին չեն վստահում ու նկարահանվել չեն ցանկանում։ Իրենց հայ առաքելական եկեղեցու հետևորդ են համարում։ Ոչ ոքի ոչինչ ապացուցել չեն պատրաստվում։ Մեզ հետ մասնավոր զրույցի ժամանակ տղամարդը չշղթեց հատուկ լուծույթի կիրառման մասին տարածված ինֆորմացիան։ Բացատրեց, որ դրա շնորհիվ կինը բուժվել է։ Հերքեց, որ բնակարանում հավաքներ են անցկացնում եւ որ որևէ աղանդի հետ առնչություն ունեն։ Մանրումեծ սխալներ թույլ են տալիս ինչպես սկսնակ, այնպես էլ իրենց փորձառու համարող լրագրողներն ու լրատվամիջոցները։ Ոչ միայն կրոնական, այլև ամենատարբեր թեմաների լուսաբանման ժամանակ երբեմն մեդիան տարածում է չճշտված ինֆորմացիան որպես ճշմարտություն եւ հրապարակում է լրագրողի կամ բանախոսի տեսակետը որպես փաստ։ Ի թիվս այլ լրատվամիջոցների առաջին լրատվական կայքը նույնպես տարածել էր Միացյալ երիտասարդական լիգայի մեկ այլ աղմկահարույց հրապարակում, այսպես կոչված աղանդավոր հայ աստղերի ցուցակը։ 20-ից ավելի հիմնականում շոու բիզնեսի ներկայացուցիչների թվում էր երգիչ ու հաղորդավար Արսեն Գրիգորյանը։ Արսենը վարում է Կամիլբլոգ երգիծական հաղորդումը, որի թիրախը հենց շոու բիզնեսի ներկայացուցիչներն են։ Ես քանի որ մեդիա դաշտում աշխատում եմ, ես հասկանում եմ, որ այս դաշտը կարող է շատ հեշտ կուրացնել մարդուն եւ զուտ որպես գոլեգա իրենց չեն մեղադրում, որ ահա մարդիկ ուզում են, որ իրենց կայք ավելի շատ հաճախեն, որովհետև դա իրենց ապահովելու է մարդկանց աշխատավարձ տալը, շատ ուրախ են, որ մարդիկ գումար են աշխատում, բայց կարելի է այդ գումարը աշխատել ուղիղ ճանապարհով, այսինքն կարելի է ոչ պրոֆեսիոնալիզմը բերել բանը օրինական դաշտ ու ասել, ահա, այսպես ենք անում, մենք այսքան գռեհիկ ենք։ Հրապարակումից հետո ցուցակում ընդգրկված հայտնիներից մի քանիսն ասուլիս հրավիրեցին եւ հերքեցին իրենց այս կամ այն կրոնական կազմակերպության անդամ լինելը։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, վերջ։ Իմ այս որոշումը ու քայլերը նպատակային են միայն նրա համար, որ սա ինչ-որ փորձ կամ հետևություն լինի մյուս բլոգերների ու մյուս լրագրողների համար, որպեսզի իրենք շատ տեղեկացված լինեն ինչ-որ մի բան հանրային ինֆորմացիա սարքելուց։ Մենք այս անունը ձեռք ենք բերել մեր քրտնաջան աշխատանքով եւ ոչ թե նրանց բլոգերների հաշվին։ Ինչու են նրանք մեր հաշվին ուզում դառնալ հայտնի բլոգեր։ Ցուցակում ընդգրկված աստղերը բավարարվեցին կրոնական նոր համայնքներին իրենց մասնակցությունը հերքելով, իսկ մեդիան սահմանափակվեց հերթական ասուլիսը լուրի տեսքով հանրությանը մատուցելով։ Ցուցակը հրապարակած լրատվամիջոցներից ոչ մեկը ներողություն չխնդրեց հայտնիներից, նրանց անունները առանց փաստի շահարկելու համար։ Հերքում հրապարակեց Միացյալ երիտասարդական լիգան։ Հատված հերքումից։
Մելի կողմից իրականացված քննության արդյունքում մենք Միացյալ երիտասարդական լիգա շարժումը պաշտոնապես հայտարարում ենք, որ Անուշիկ Ալավերդյանը չի հանդիսանում ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ։ Մելը բնավ չի ցանկացել այդ հայտարարությամբ վիրավորել հարգարժան երգչուհուն, եւ այդ կապակցությամբ հրապարակավ ներողություն ենք խնդրում իր անունը ցուցակում ընդգրկելու համար։ Միացյալ երիտասարդական լիգան նման հերքումներ հրապարակեց նաև դերասան Տիգրան Ներսիսյանի, երգչուհի Սոֆի Մխեյանի եւ ուրիշների մասին։ Մինչդեռ Սևակ Հովհաննիսյանը վստահ է, որ ցուցակի հրապարակումն ամեն դեպքում դաս եղավ իր բնորոշմամբ ճշմարիտ ուղուց շահվածների համար։ Հրապարակեցինք ցուցակը մի նպատակով, որ հենց մեջի աղանդավորները ուրանային իրենց ճակերտավոր եկեղեցին ու շատ էլ նորացան հենց այդ ցուցակից իրանց եկեղեցին, դրա համար էլ օրինակ նույն երկիչները վերամկրտվեց մեր եկեղեցում, մենք իրավունք ունենք նաև չհրապարակելու հերքում, իրանց ցանկությունը հաշվի առնելով, ցույց տալով, որ մենք շատերին այդ ցուցակից ուղղակի խղճում ենք, դե թող հերքեն, կարևորը շատ էլ իմացան, ինչքան էլ հերքեն, մեկը բոլորն էլ իմացան, թե իրանք ովքեր են։ Սևակ Հովհաննիսյանն ավելացնում է, որ Միացյալ երիտասարդական լիգայի անդամները գաղտնի կերպով ոչ միայն ինֆորմացիա են հավաքում կրոնական կազմակերպությունների գործունեության մասին, այլև նկարահանումներ են անում աղանդ վերնագրով վավերագրական ֆիլմի համար։ 40-ից 50 րոպե տևողությամբ ֆիլմը նախատեսում էին ավարտել մինչև 2015 թվականի ամառ, բայց 1 տարի անց էլ այն դեռևս տեղադրված չէ կազմակերպության բլոգում։ Ոչ գաղտնի նկարահանումներ իրականացնելն անհնարին բան չէ։ Պարզապես համաձայնություն է պետք։ Մենք նկարահանման թույլտվություն ստացանք մի քանի կրոնական կազմակերպություններից, մասնավորապես ներկա եղանք Ռեմա եկեղեցու Կիրակնորիա ժողովին։ Այս եկեղեցու անդամ է նաև Արսեն Գրիգորյանը, ով չի կաշկանդվում իր հավատքի մասին խոսելիս եւ արհամարում է թե իր, թե կրոնական կազմակերպությունների մասին տարածվող տարատեսակ բամբասանքները։ Ես գիտեմ ես ով եմ եւ ինչ եկեղեցի եմ գնում, ես գիտեմ, որ ես աղանդի չեմ հարում, ես հիմա չեմ ուզում կրթել եւ ասել, թե ինչ բան է աղանդ, այսօրվա դրությամբ ինտերնետը տալիս է բացառիկ հնարավորություն, իսկապես ոչ թե բերանից բերան լսելով կարծիք կազմել, այլ պարզապես փնտրել եւ տեսնել այն երևույթը, որին որ անդրադառնում են, ինչ է կոչվում եւ ինչպիսին է տվյալ երևույթը ամբողջ աշխարհում։ Եթե մարդը ասենք լավ, անգրագետ է, գոնե լսած կլինի, ոնց էլ չլինի Վիկիպեդիայի մասին, որտեղ կարելի է ընդհանրապես հարցնել, որ ինչ ասել է ավետարանական եկեղեցի, արդյոք դա աղանդ է թե ոչ։ Կրոնական համայնքների թեմայով ակտիվորեն զբաղվող մեկ ուրիշ կազմակերպության Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը չի հապաղում աղանդ պիտակավորել ավետարանական եկեղեցին, թեև այդ տերմինը օրենսդրական սահմանում չունի եւ չկա Հայաստանի եւ ոչ մի օրենքում։ Բողոքական հայ ավետարանական եկեղեցին կազմավորվել է 170 տարի առաջ Կոստանդնուպոլսում։ Հայաստանում պաշտոնապես գրանցվելու իրավունք ստացել է ավելի քան 20 տարի առաջ եւ գրանցված մոտ 70 կրոնական կազմակերպություններից մեկն է։ Միանշանակ մաքուր աղանդ են, որի նպատակն է քայքայելը առաքելական եկեղեցու գործունեությունը։ Յուրաքանչյուր հայ պետք է հավատա։ Եթե հավատալու ինձ թվում է ինքը հայ չի։ Ես ինքս այն հաստատ այն երիտասարդներից եմ կամ այն ուժն եմ ինձանից ներկայացնում, որ հաստատ կպայքարեմ ամեն ձևով, որ այդ մնացած այդ աղանդերը միանգամից մաքրենք մեր կողքից։ Պատմությունը ուսումնասիրեք եւ տեսեք, հայ առաքելական եկեղեցուց դուրս կրոնական որևէ համայնք, գոյատևել է թե չի գոյատևել։ Ոչ, հայ չէ։ Հայաստանի Հանրապետության խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17-րդ հոդվածն ասում է. Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից։ Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը։ Քրիստոնեական
ազատության հիմքում ինչներ են 2002 թվականին Հայաստանի հանրակրթական դպրոցներում սկսեց դասավանդվել հայ եկեղեցու պատմությունը։ Նախ որպես փորձնական, հետո արդեն պարտադիր առարկա։ Այս առարկան մեդիայի ուշադրությանն արժանացավ հատկապես այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի հանձնաժողովը 2014-ին Հայաստանի վերաբերյալ զեկույց հրապարակեց։ Համաձայն դրա առարկայի պարտադիր ուսուցումը խախտում է եզդի, մոլոկան եւ այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչ երեխաների իրավունքները։ Հայ եկեղեցու պատմությունը աշակերտներն ուսումնասիրում են 8 տարի։ Առարկայի ծրագիրը կազմելիս հաշվի չի առնվել, որ աշակերտները կարող են տարբեր կրոններ դավանող ընտանիքներից լինել։ Երեխաներին հին կրոնների մասին գիտելիք փոխանցելու հետ մեկտեղ որոշ ուսուցիչներ նույնպես նախապաշարմունք ունեն առաքելականից տարբեր կրոնական համայնքներին պատկանող անձանց հանդեպ։ Շատ լավ, ասում ենք հույսը։ Ինչ է հույսը։ Արմինե Դավթյանը հայ եկեղեցու պատմություն առարկայի եւ կրոնի հավատի հարցերին նվիրված հատուկենտ հետազոտություններից մեկի համահեղինակն է։ Մենք այս հարցը հենց այնպես չենք բարձրացնում, ունենք որոշակի հիմքեր, հետազոտություններ, որտեղ երջայնագրություններով եւ փաստերով ներկայացված է, թե ինչպես են դպրոցներում շահարկելով մեկ կրոնական կազմակերպության առաջնայնությունը հալածում մյուս կրոնական կազմակերպության երեխաներին եւ ծնողներին։ Հարցադրում է արվում, ինչ վտանգ էին ներկայացնում բողոքականները հայ ժողովրդի համար։ Թեման կարդում եմ, թեմայի մեջ առհասարակ բողոքականության մասին ակնարկ անգամ չկա, թեման ներկայացնում է կաթոլիկ եկեղեցու Հուսինյանների շարժումը, որը հակադրվել է առաքելական եկեղեցուն եւ որոշակի առանձին ուղղվածություն է ձեռք բերել։ Ես մտածում եմ, երեխան ինչ պետք է պատասխանի այս հարցին։ Արմինե Դավթյանի տեխնացուական թեզի պաշտպանությունը ձախողվել է։ Համենայն դեպս դրա ակնհայտ նշանները տեսնում է լրագրող Սառա Խոջոյանը, ով ներկա է գտնվել պաշտպանությանը եւ լուսաբանել այն։ Տապալվեց, որովհետև կարծում էին, որ այդտեղ կրոնական շարժառիթներ կան, իրեն ասում էին, որ ինքը կրոնական ինչ-որ համայնքի անդամ է, թեպետ ինքը հերքում է դա։ Արմինեն որոշել է իր տեխնացուական թեզը Հայաստանից դուրս մեկ այլ երկրում պաշտպանել, որտեղ նման աշխատանքներ ուսումնասիրելիս հենվում են գիտական մակարդակի վրա եւ չեն փորձում կրոնական ենթատեքստ փնտրել։ Հասարակության կաղապարված մտածողության հիմնական պատճառներից մեկը Արմինեն համարում է ոչ պրոֆեսիոնալ ու մակերեսային լրագրությունը։ Լրագրողները չեն ուսումնասիրում առհասարակ կրոնական տերմինոլոգիա, կրոնական կազմակերպություն, կրոնական հոգեբանություն, որպեսզի իրանք ավելի օբյեկտիվ լուսաբանեն խնդիրները։ Բոլորովին այլ բան են ասում լրագրողները, ովքեր սկանդալի թիրախ են ընտրում կրոնական համայնքները եւ փորձում են սեփական բարոյագիտական դասերով լրացնել պետական օրենսդրությունը։ Սեփական պնդումներն ավելի ազդեցիկ դարձնելու նպատակով նյութերում օգտագործում են արտասահմանյան ինչ-որ կազմակերպությունների հավաքների համացանցից գտած կադրեր, գաղտնի նկարահանումներ են անում, լսարանին վախեցնում են սև կատուներով ու աղանդավորներով։ Կրոնական նոր համայնքները հայտնվեցին անկախության առաջին իսկ տարիներից։ Քիչ բացառություններով հայ հանրության եւ մեդիայի ընդհանուր վերաբերմունքը նրանց հանդեպ սկզբնական շրջանում խիստ բացասական էր։ Միաժամանակ Սուրբ Գրքի իմացության, ծիսակատարություններին մասնակցելու կանոնավորության շնորհիվ տարեցտարի առօրյա կյանքում հենց նրանց անդամների մասին սկսեց ավելի շատ գործածվել հավատացյալ բառը բացասական երանգով, որպես այսպես կոչված անհավատների կամ ճշմարիտ ուղուց շեղվածների ընդհանրական բնութագիր։ Հավատացյալ, ես հավատացյալ չեմ։ Հավատացյալ մարդը ում հավատքը Քրիստոսի վրա է, ոչ թե Մուհամեդի Ալլայի Քրիստոսի վրա, որովհետև Քրիստոսն է խաչի հարություն առել։ Եղա՞լ։ Հայաստանի Հանրապետության խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի հենց առաջին հոդվածն ասում է. յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ։ Իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր։ Հայաստանյան մեդիայում կրոնական թեմաների լուսաբանումն ինքնին անավարտ զրույց է։ Լրագրողական պիտակավորումների արդյունքում մարդկանց մեջ արմատավորվում է կրոնական անհանդուրժողականությունը, իսկ կրոնական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները շատ հաճախ ստիպված են հանդուրժել հասարակության անբարյացակամ վերաբերմունքը։ Բերված օրինակները հայաստանյան մեդիայում կրոնական թեմաների լուսաբանման ընդհանուր պատկերի մի փոքր մասն են միայն։
բայց խոսում են այն մասին, որ երկրի քաղաքացիները եւ առաջին հերթին հենց լրագրողները բավականաչափ իրազեկված չեն երկրի պատմականորեն ձևավորված կրոնական մշակույթի, ինչպես նաեւ այսօր գործող կրոնական համայնքների մասին։ Միայն գիտելիքի եւ մարդու հանդեպ հարգանքի հիման վրա աշխատող լրատվամիջոցը կկարողանա հանրությանը հասցնել այն տեսակետը, որ հավատի տաճար կարող են տանել ոչ միայն համաշխարհային կրոնների մայրուղիները, այլև կրոնական համայնքների բազմաթիվ արահետներ։